Դե ասեցի հիմա, ասեցի։ Համոզիչ էր դա, հավատացի։ Հիմա գիտեք ինչ, քաղաքականության մեջ հավատի վրա հենվելը մի քիչ սխալ է, հա, պետք է նայես գործողությունների վրա։ Կտեսնենք, ես ձեզ ասեմ, որ իրանք ինձ մեզ վստահեցրեցին, որ իրենք որևիցե ձևով, որևիցե շահագրգռվածություն չունեն, մեր արտաքին, ներքին քաղաքականության հետ կապված, իհարկե իրենց ինչ-որ բաներ մտահոգում է, ինչ-որ բաներ մտահոգում է, որ իրանք հայտնեցին, մեզ ինչ-որ բաներ մտահոգում է, նույնիսկ ինչ-որ պա մեզ հաջողություն մաղթեցին գալիք ընտրություններին իշխող խմբակցությանը, այո, աջակցեցին, եթե տենց եք ուզում բան անել։ Այսինքն այդ խոսակցությունից հետո Ազատությունից երկուսով եք, հա, բան անում։ Այդ խոսակցությունից հետո հայտարարությունները, որ Ռուսաստանից համակարգված հիբրիդային հարձակումներ են իրականացնում Հայաստանի դեմ, իշխանության մտահոգությունները եւ հայտարարությունները կդադարեն։ Եթե այդ հարձակումների օրինակները շարունակվեն, իհարկե ոչ։ Լսի, ես նորից եմ ասում, դե գիտես ինչ, օրինակ մի բան ասեմ, թող պատասխանեմ հարցին։ Հասարակ օրինակ, իմ հանդիպումները պետական պաշտոնյաների հետ Ռուսաստանում եւ իմ շփումը եւ արձագանքը, որը ես տեսա իրանց լրատվական դաշտում, կատեգորիկ հակառակ չէ, հարցը սինխրոն չսինխրոնը չի, բայց մի համեմատեք նախ մեր աշխատանքը ու իրանց աշխատանքը, ես ձեզ չեմ համեմատում, որովհետև Շորոկ ջան, կլինի ես խոսեմ, թույլ կտաս խոսեմ, մի ընդհատիր ինձ։ Այն ինչ որ իրանք խոսում են ինձ հետ եւ այն ինչ որ ես լրագրողների հետ շփում ունեցա, հետո նայեցի իրանք ռեպորտաժները եւ այլն, դրանք կատեգորիկ տարբեր բաներ են։ Մեր մոտ, այո, դուք ընդդիմ ասում ես այսքան մարդականգնած 90% ընդդիմադիր լրագրողներ են եւ դա բան, բայց այնտեղ պետական լրատվամիջոցները, այդ եմ ասում, չէ, ստեղ դուք պետական եք շողիկ։ Չէ, պետականը Լսի, պետականը դաշտի 10%-ն է։ Այնտեղ որն է այն լրատվամիջոցը, որը դու կհամեմատես Ազատության ռադիոկայանի հետ, Ֆակտորի հետ, չգիտեմ, Տրիբունի հետ, որն է այդ լրատվամիջոցը։ Դու գիտես ինչի, որովհետև դու ինձ ընդհատում ես, իմ միտքն է կորում, քո միտքն է կորում ու մենք դառնում ենք ինչ-որ խոսակցություն։ Ինչա։ Ասում եմ ոչ ժողովրդաբար եք համարում Ռուսաստանը։ Նարեկ ջան, ոչ կոռեկտ հարցերի չեմ պատասխանում։ Դա կոռեկտ հարց չի։ Դուք արձանագրում եք, Դա կոռեկտ հարց չի։ Ասում եմ կառավարական լրատվամիջոցներն էին հարցնում եւ կառավարական լրատվամիջոցները հայտարարություն էին անում եւ մեկնաբանություն էին անում։ Ես չգիտեմ նրանց ընդդիմադիր լրատվամիջոց կա, չկա, ինչ հայտարարություն արել, բայց հիմա դուք ինձ հարց եք տալի, որ ես ինչ-որ գնահատական տամ, չեմ պատրաստվում։